Առինջ մոլի տնտեսական հատվածում սովորական աշխատանքային եռուզեռի փոխարեն բողոք է։ Աշխատակիցները փորձում են հասկանալ, թե ինչու են իրենց աշխատատեղերը հանկարծակի կապարակնքվել։ Ըստ առևտրականների առանց որևէ ծանուցման կամ հստակ հիմնավորման պլոմբվել է առնվազն 24 տաղավար, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ զրկվել են օրվա ապրուստը վաստակելու հնարավորությունից։ Չի կարելի է մի ամբողջ ժողովուրդ սենց ուղղակի անգործության մատնել։ Յուրաքանչյուր խանութը մինիմում 2-3 աշխատող ենք ու երևի մի 200-ից ավել խանութ է։ Տնտեսվարողների պնդմամբ բարձրավոլտ էլեկտրագծերի հարցը, որը ներկայացվում է որպես խնդիր, նոր չէ։ Ինչու հանկարծ հիմա հիշեցին, որ այդ պայմաններում չի կարելի աշխատել։ Թույլտվությունը իրան ժամանակ ա եղել։ Հիմա ուզում ենք հասկանանք, եթե այն ժամանակ թույլ են տվել, հիմա ինչի չեն թույլ տալի, որ այդտեղ բնակելի շենքեր կա, այդտեղ հենց այս պահին ասֆալտ են անում, հիմա չի խանգարում այդ վիսակավոլտը։ Դժգոհում են նաև կապարակնքման ձևից։ Նրանց խոսքով գործողությունն իրականացվել է երկուշաբթի, հատուկ այնպես, որ տարածքում մարդիկ եւ մեքենաներ չլինեն։ Դրա հետևանքով վարձակալները չեն կարողացել նույնիսկ իրենց անձնական իրերն ու փաստաթղթերը դուրս բերել փակ խանութներից։ Շուկան բացված առաջի օրվանից մենք ստեղ աշխատում ենք, այսօր մենք չգիտենք մեր ապրանքներն ինչ պետք է անենք, քննչականը մեզ ասում է որ որոշեք, գաք ձեր ապրանքները հանեք այդտեղից, որովհետև ոչ ավտոկայանատեղին է բացվելու, ոչ խանութները։ Երկու շաբթի օրը իմ հանգստյան օրն է եղել, ես 3 շաբթի եկե տեսել եմ, որ ես գործազուրկ եմ։ Տնտեսվարողների պահանջն է 1 օր առաջ բացել տաղավարները, քանի որ ամենօրյա պարապուրդը հանգեցնում է հսկայական ֆինանսական կորուստների։ Հայտարարեցին, եթե իրենց բարձրացրած հարցերին շուտապույտ լուծում չտրվի, պատրաստվում են առաջիկա օրերին դիմել ավելի լայնամասշտաբ գործողությունների։ Մանուշակ Մելքոնյան, Էպիկենտրոն։